результатом выборов, Константин? Выборы завершатся тогда, когда оппозиция их признает результаты. Насколько я знаю, Кочарян и блок Армения намерены оспаривать результаты выборов. Это означает, что выборы еще не завершились. Но что касается результата, то он меня совсем не удивил. Я, правда, прогнозировал, что у партии Пашиняна будет на 2-3% больше. 3 месяца избегал любых комментариев по поводу ситуации в Армении. Но месяца назад у меня был пост в телеграм-канале о том, что партия Пашиняна победит. Так оно и случилось. Другое дело, что победа это неоднозначная. То есть с точки зрения количества депутатских мандатов, да, партия Пашиняна победила, но чуть-чуть не дотянула до 50%, а для полной легитимности вот этих самых долей процентов как раз ей не хватало. С другой стороны, что касается выборов, знаете, говорю как политтехнолог, опытный политтехнолог, если бы выборы были нечестными, то результат партии Пашиняна не падал бы по ходу подсчета голосов, а рос. Ամեն դեպքում արտաքին վեկտորում փոփոխություն լինում է այս դասավորվածությամբ։ Արտաքին վեկտոր ասելով ես նկատի ունեմ ավանդական վեկտորը Հայաստանում։ Ես իմ կարծիքով արտաքին վեկտորում որևէ փոփոխություն ոչ եղել է նախորդ խորհրդարանում, ոչ էլ լինելու է եւ կարող է այս խորհրդարանում։ Այսինքն արտաքին երբ որ նշվում է արտաքին վեկտորի փոփոխություն, դա կարծում ավելի շատ դրսից հենց արտաքին դերակատարների կողմից ներդրված խոսույթ է։ Հայաստանում արտաքին վեկտորի փոփոխություն չկա, Հայաստանում կա հարաբերությունների դիվերսիֆիկացիա, հարաբերությունների բալանսավորում եւ ուրեմն բալանսավորված համագործակցություն։ Սա է ամբողջ խնդիրը։ Դա բնականաբար օրինակ Ռուսաստանից կարող է դիտարկվել որպես արտաքին վեկտորի փոփոխություն, բայց չեմ կարծում որ այդպես է։ Բա Մոսկվայի ճնշումները նախընտրական շրջանում խոսենք նաև հետո ինչ է լինելու դրա մասին ինչով են պայմանավորված։ Դե Ռուսաստանին պետք չէ դիվերսիֆիկացիան։ Երբ որ Հայաստանը փորձում է Ռուսաստանին պետք է մոնոպոլիա։ Այո, իհարկե։ Որովհետև անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը, անգամ Պակիստանի հետ հնարավոր համագործակցությունը դա Ռուսաստանի շահերի հակոտնյա է։ Դրանով պայմանավորված Ռուսաստանը չի ցանկանում որպեսզի այդ բազմազան, որովհետև որքան բազմազան են հարաբերությունները, այնքան կախվածությունը մեկ կենտրոնից նվազում է։ Եվ կրկնում եմ, ամենակարևորը նա տնտեսական ուղղությամբ համագործակցությունը Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերը։ Եվ այստեղ արտաքին վեկտորի փոփոխության մասին խոսելը կրկնում եմ էլի արտաքին քաղաքական դրսից ներմուծված քաղաքական խոսույթ է, որն օգտագործվում է նաև ուրեմն ներքաղաքական գործընթացների համատեքստում։ Դե հիմա Կրեմլից ասում են մենք կսպասենք վերջնարդյունքին, հետո նոր կորոշենք, ինչ ենք հայտարարում Հայաստանի ընտրությունների մասին։ Դա էլ է ձևականություն։ Ոչ, ձևականություն չէ, որովհետև Ռուսաստանը փաստացի ծրագիր ուներ Հայաստանում ուրեմն իշխանությունը աջակցելով որպես իշխանությունն անցնի իր համար շատ ավելի ընդունելի քաղաքական ուժերին։ Դա ակնհայտ էր։ Տեսեք, այստեղ ամբողջ ինչու չի կարող Հայաստանի պարագայում արտաքին վեկտորի փոփոխություն, դա պարզապես չի կարող։ Եթե ասեմ, եթե անգամ ընդդիմություն էլ գա իշխանության, դա շատ բարդ է լինելու ընդդիմության համար էլ ամբողջ օրակարգը կրկին տանել Ռուսաստանի այսպես թևերի ներքո։ Ինչու՞, որովհետև ոչ Ռուսաստանն է իզորու ապահովել Հայաստանի կարիքների ամբողջ զամբյուղը, ոչ էլ արտաքին որևէ դերակատար։ Եթե այդպես լիներ, Հայաստանը ուզում է թողնել, որ այո, հենց այդ է, Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի մեկ այլ դերակատար։ Այսինքն Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը կարողանա առանձին խնդիրների մասով նոր գործընկերություններ սահմանել եւ դրանով Ռուսաստանից կախվածությունը նվազել։ Ռուսաստանը դրա կռիվն է, բայց միևնույն ժամանակ էլ ինքը չի կարողանում ամբողջովին ապահովել այդ կարիքների զամբյուղը, ինչպես արդեն նշել, ընդ որում որևէ արտաքին դերակատար չի կա։ Եթե օրինակ տեսեք, ամենամեծ կախվածությունը այս պահին Ռուսաստանից տնտեսական եւ էներգետիկ ոլորտներն են։ Այս պահին չկա որևէ արտաքին գործընկեր, որ կարողանա փոխհատուցել
այդ կախվածությունը Ռուսաստանից եւ թույլ տալ, որպեսզի մենք իրականում կարողանանք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնել, անգամ Եվրոպական միության դեպքում մենք նման նախաձեռնողականության ականատեսը չենք։ Այո, действительно ситуация более-менее спокойная, поствыборные процессы проходят в таком достаточно мягком, я бы сказал, ключе, несмотря на то, что действительно было много информации о различного рода нарушениях, да и сама предвыборная кампания проходила, как вы прекрасно знаете, лучше меня, достаточно, скажем так, бурно, и в том числе и со стороны власти. Ну, я думаю, что так или иначе, как и во многих других странах, власть использует административные ресурсы, использует политтехнологические, манипулятивные средства, которые у них есть. Как мне кажется, со стороны, я подчеркиваю это, некоторые вещи наводят на размышления. Например, как и вы, наверное, все, я внимательно следил за тем, что происходило в ночь с 7 на 8, процесс подсчета голосов, который был приостановлен, и после чего вдруг выяснилось, что партия «Процветающая Армения» не проходит и не добирает там какие-то сотые или тысячные доли процента. Մոսկվայի այս քայլերը Փաշինյանին թույլ են տալիս մոբիլիզացնել անգամ իր пассив էլեկտորատին։ Այսինքն այն մասը, որը կքվեարկեր նրա օգտին, բայց չէր գնա ընտրության, ընդհանուր առմամբ այսպես չգնահատելով քվեարկել է ինչ որ բախտորոշ մի բան, երբ տեսնում է Մոսկվայից այդպիսի հակազդեցություն Փաշինյանին եւ աշխատեցնում են այդ միթե մենք անկախությունը պետք է զիջենք ելակի դիմաց, երբ դա աշխատեցնում են, այդ пассив ընտրողը կարող է վեր կենալ ու գնալ ակտիվ քվեարկության։ Եվ հիմա հարց է առաջանում, Մոսկվան այդ սանկցիաներ եւ այլն, որ աշխատեցնում էր, այդքան պրիմիտիվ են, այդքան անտեղյակ են Հայաստանից, որ այդ հնարքը կիրառում են, թե իսկապես հաշվարկել էին լավ, որ դա մոբիլիզացնելու է Փաշինյանի էլեկտորատը ավելին, քան օրինակ կարող է լինել առանց Ռուսաստանի այդ վարկագծի։ Եվ հիմա այդ հայտարարությունները մենք կսպասենք արդյունքներին, մենք չգիտեմ ինչին կսպասենք, տեղ են ունեցել կեղծիքներ, հիմա մենք տեսնում ենք տեղերով փոխվել են, նախկինում Եվրոպան էր այդպիսի վարկագիծ դրսևորում, որովհետև հարաբերությունների պարադիգմը այլ էր եւ այլ էր աշխարհաքաղաքական վիճակը։ Հիմա Ռուսաստանն է մտել այդ ժանրի մեջ, իսկ արդյունքում կամ այդպես նստվածքում ընդհանրապես քաղաքական գինն է, որը ես դարձյալ նշեմ, քննարկվում է հունիսի 1-ից, ներողություն, ապրիլի 1-ից հունիսի 1, քննարկվել է ինտենսիվորեն տարբեր մակարդակներով։ Սկսել է Փաշինյան-Պուտին այդ ապրիլյան այցից եւ ավարտվեց Փաշինյան-Պուտին հունիսի 1-ի հեռախոսազրույցով։ Այդ տրամաբանությամբ մի շաբաթ հետո ամեն ինչ մոռացվել է, ոչինչ էլ չի եղել։ Դե չի մոռացվի իհարկե, որովհետև քաղաքականությունը քաղաքականությունը տնտեսական սանկցիաների այս թափանիվը պետք է։ Ես կարծում եմ այդ տնտեսական սանկցիաները չեն հիմա կարևորը եւ այստեղ էլ մի հանգամանք կա, որ մեր հանրության ամբողջ ուշադրությունը գնաց այդ տնտեսական սանկցիաների վրա։ Դե թող կանգնեցնեն, թող Հիմա ասեն։ Հայաստանի առաջ բացարձակապես այլ խնդիրներ են, որովհետև այդ տնտեսական սանկցիաների ծավալը նախ այնպիսին չէ, գոնե առայժմ, որ Հայաստանի համար ինչ որ ճակատագրական բանի է հասել, եւ դրա փոխհատուցումը, քանի որ ծավալը շատ մեծ չէ, առայժմ գալիս է այլ խողովակներից։ Խաղասեղանին կամ աշխարհաքաղաքական խաղասեղանին Հայաստանի սուբյեկտությունն է շարունակում դրված լինել։ Եվ հիմա մեր առաջ կանգնելու են սահմանազատման ու սահմանագծման հարցերը, Ադրբեջանը բարձրացնում է անկլավների հարցը։ Սրա ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար կարծում եմ ավելորդ է նույնիսկ գնահատել։ Թրամփի ուղու հարցն է, որը շատ բարդ է իրականում, որովհետև այդտեղ հատվում են աշխարհաքաղաքական խաղացողների շահեր, եւ ես ուզում եմ հիշեցնել ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հարցազրույցը 10 գործակալության անմիջապես հետո էր ապրիլի 2-ին, որտեղ նա աննախադեպ բան էր ասում, որը Ռուսաստանը օգոստոսի 8-ից հետո երբեք չէր ասել, բայց խոսեց ապրիլի 1-ից հետո, որ Թրամփի ուղին խախտում է Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրով հաստատված ստատուս քվոն ռեգիոնում, որը անվտանգության գրավականն է եւ եթե այդ ստատուս քվոն խախտվում է, չի կարող լինել անվտանգություն։ Սրանք շատ լուրջ հայտարարություններ են, որոնք առանցքային են այս իմաստով, բայց մեր ուշադրությունը գնացել է տնտեսական սանկցիաներին, դա էլ կարողացան իրականացնել ինֆորմացիոն օպերացիաների միջոցով։
իրականում դա չէ խնդիրը եւ շատ ավելի լուրջ հարցեր են հիմա դրվելու Հայաստանի առաջ այս ընտրությունից հետո։ Все претензии в армянском обществе касательно результатов выборов будут сняты. Я имею в виду, конечно же, в первую очередь ситуацию с процветающей Арменией, я имею в виду ситуацию с заявкой на пересчеты голосов на 500 участках, я имею в виду странные заявления ночные Пашиняна о том, что он уже победил, когда были подсчитаны только 20% голосов. И это, конечно же, мне представляется серьезной угрозой то, что происходит сегодня в Армении для армянского народа, который всегда был склонен к демократическим способам решения того, как ему жить. Сейчас, похоже, демократия в Армении решила попрощаться с армянами, и, как мне представляется, вот это надругательство над демократией, репрессивные практики, которые демонстрирует Пашинян и его компания, они, конечно же, демократию как таковую убивают. Գիտեք, Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է 1000 մի տնտեսական այլ կարգի կապերով։ Եթե Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի ընտրությունները, դա նշանակում է Ռուսաստանը չի ճանաչելու Հայաստանի ղեկավարությանը որպես լեգիտիմ ղեկավարություն։ Դա իր հետ բերելու է 1000 մի հետևանք։ 1000 մի Եվ հիմա մենք չենք էլ կարող թվարկել, թե ինչ հետևանքներ։ Ուղղակի հարցն այն է, ճանաչի թե ոչ։ Շատ հնարավոր է, որ ճանաչի, բայց ուշացումով, ճանաչի, բայց կորզելով Հայաստանի այսօրվա ղեկավարությունից ինչ-ինչ զիջումներ, որոնք նույնպես կարող են մեր պետության, չգիտեմ, տարբեր հարցերում, տնտեսական կարող է լինել, քաղաքական կարող է եւ այլ, չգիտենք։ Այնպես որ այս հարցերը դեռ երկար ջուր են քաշելու, այսպես հեշտ ու հանգիստ սրանք չեն Շատ ասում։ լավ։ Հայաստանում գոյություն ունի, պիտի հասկանանք, քաղաքական ծանր ճգնաժամ։ Մինչև հիմա էլ գոյություն ուներ այդ ճգնաժամը եւ քաղաքական լեգիտիմության ճգնաժամ, բայց այս ընտրություններ կոչվածից հետո այդ ճգնաժամը սարսափելի խորացել է։ Որքան էլ ուզում են Փաշինյանը եւ իր թիմակիցներն ու զինակիցները այդպես ժպտալով խոսալ եւ այլն, այդպես չի իրավիճակը բոլորովին։ Եվ դա մեզ համարել է, Հայաստան պետության համարել է շատ վատ եւ բնականաբար իրենց իշխանության համար էլ ավելի վատ է։ Լավ, ճգնաժամը պետք է դրսևորումներ ունենա, ճիշտ է։ Այո։ Տեսնենք այդ դրսևորումները կլինեն թե ոչ։ Արդեն կան ամենակարևորը ժողովրդի մեջ ձևավորվել է մի մեծ հատվածի, շատ մեծամասնության մեջ ձևավորվել է այս ընտրությունների նկատմամբ կայուն, բացասական համոզմունք, որ այս երևում այդ ձևավորված համոզմունք։ Կարող եք սոցցանցերում դա դիտել, կարող եք հոդվածներում դիտել, կարող եք, չէ, իհարկե, անպայման չէ, որ ժողովուրդը հենց հիմա դուրս գա Դա շատ փողոց։ անպայման է, դա կարևոր։ 2008 թվականին հիշում եք ինչ եղավ Այն ժամանակ իրավիճակը բավական Դա հետ ձեր ասացի նկարագիրն է։ Դա ընդդիմության ընտրած, այն ժամանակվա ընդդիմության ընտրած քաղաքականություններ, նրանք դեռևս մինչև ընտրությունները ժողովրդին իրենց հատվածին այսպես կազմակերպել էին եւ բավականին էլեկտրիզացվել, ինչպես ասեմ, էլեկտրականացրել էին այդ զանգվածին։ Այսօրվա ընդդիմությունը բացարձակապես փողոցի հետ աշխատելու ցանկություն չի դրսևորել, ինչը ես կարծում եմ, որ այսօրվա ընդդիմությունը չունի այդ ցանկությունը փողոց դուրս բերել եւ այլ, գումարած որ ժողովուրդը վերջին տարիներին Ցանկությունը պետք է հիմնել ձեր ասած քաղաքական ճգնաժամի վրա։ Եթե այդ ճգնաժամը ընդդիմությանը չի ստիպում քայլեր անել, ուրեմն այդ ճգնաժամը գոյություն չունի։ Ոչ, դա նշանակում է, որ ընդդիմությունը այն ընդդիմությունը չէ, որը կարող է դա անել։ Влияние американцев на Израиль далеко не безграничное. Нетаньяху ему может на что-то соглашаться, но делает по факту только то, что ему выгодно, и все. Надо ему продолжать войну, вот он ее и продолжает. И думать, что Соединенным Штатам так уж легко убедить Нетаньяху отказаться от политики геноцида фактического против арабов,
Это крайне сомнительная попытка, потому что для Израиля, ну, арабы, они для него, в общем-то, даже за людей их не считают. Что там греха таить? Будем честными и прямыми. Вот такое государство, такая у них система отношений ко всем, не только к арабам, но в основном, конечно, и к арабам, потому что здесь явные претензии. Нужно расширять свою территорию, нужно ее за счет кого? Да вокруг араба, у кого еще отбить землю. Поэтому и отбивают, поэтому потом начинают там свои поселения строить, устраивать. И это до бесконечности идет. Ну, правда, не знаю, хватит ли у них переселенцев, чтобы осваивать такие большие территории. Ну, видите, стараются. С вас сегодняшняя тема выборы в Армении и события после выборов. Сразу перейдем к делу. Какие вы представляете отношения между Москвой и Ереваном после выборов? Ну, я, к сожалению, не вижу ничего хорошего в развитии экономических и политических отношений. И искренне надеюсь, что гуманитарные отношения между двумя близкими по духу и достаточно древними православными народами, христианскими точнее, в данной ситуации, они все-таки сохранятся. А вот политические и в политическом и экономическом, самое главное, смысле, я предвижу большие проблемы. Россия пока не признала выборы в Армении. Чего ждет Россия? Как вы думаете? Я не знаю, я на самом деле, я экономист, не дипломат, но я думаю, что я не исключаю, там было достаточно поводов и для того, чтобы не признавать эти выборы. К тому же по ряду участков, насколько я слышал, и армянские суды уже их отменяют. Там Да, есть. было много чего. Я вот в По этих двум вопросах участкам не есть очень такое решение, специалист. да. Да. Мне просто, я скажу так, по-своему от себя, мне горько, даже если эти выборы, там, даже если там 10% нарисовал себе Пашинян, мне горько, что такое количество людей, принадлежащих близко культурно к нам, к русским, к москвичам, сделали такой очевидный, простите, клоунский выбор. Вот здесь дело не в политической позиции Пашиняна, а дело в том, что это безответственный человек, недоговороспособный, с которым невозможно договариваться. Знаете, в бизнесе есть самое страшное определение, когда человека называют недоговороспособным, то есть неспособным выдерживать договоренности достигнутые. Это вести с таким дела, это как сидеть на бочке с порохом и курить. Поэтому их стараются просто игнорировать. Вот это вот Хорошо, мне понятно. досадно. Дмитрий, вы... Если бы хотя бы был злодей какого-нибудь вселенского размаха, ну да, вот покорил, очаровал собою артистизмом, харизмой и так далее. Но я бы еще мог понять. А вот так-то, Это... ведь всем понятно. Понятно. Всё. Это ваше личное мнение, или вы судите по информации российских СМИ? Ну, я российский журналист, поэтому, естественно, я отчасти, и мое мнение, это и есть мнение российских СМИ. В общем, не самый, наверное, последний. Да, в общем, так думают, не все это говорят, но большинство именно так думает, потому что это чувство горечи. Еще раз, это не злорадство, не обида, это просто чувство вот такой какой-то неприятной горечи и неприятной потери. Хорошо, перейдем к Армену Манвельяну, Дмитрий. Послушаем, что скажет Армен. Я хочу просто добавить. Наблюдатели СНГ считают выборы легитимными, а российская сторона иногда говорит, надо не признавать результат выборов в Армении. Да? Смотрите, выборы в своем роде в Армении были беспрецедентными в плане фальсификации. Таких, и я помню, последний раз было, если не ошибаюсь, в 1996 году, когда абсолютно было фальсифицированы выборы. То же самое сейчас.
То есть там даже речь не идет о 10%. В то же время параллельно мы видели абсолютный террор в отношении оппозиции, когда только 700 человек были арестованы из активистов оппозиционных партий. 75 человек были арестованы. Ну, по разным там обвинениям были, я лично не верю ни одно. Только 75 человек были арестованы в день выборов. То, что